Խորհրդանի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ցավում է, որ քաղաքացիները Խորհրդանի դահլիճում ականատես են լինում նրա բնութագրմամբ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքին, բայց նաև նման դրվագներով է երևում, թե ինչպիսին է այսօրվա իշխանության իրական դեմքը։ Անիվի խայտառակ ձախողման եւ միլիոնների մսկման հարցներ բարձրացրել Աննա Գրիգորյանը երեկ հարցուպատասխանի ժամանակ, որից հետո Փաշինյանը նորից հունից դուրս է եկել մեղադրել Հայաստան խմբակցության պատգամավորներին, սպառնացնել, թե կլցնի ԱԱԾ պատվարներ։ Ընդդիմությունը մտադիր է իրավական ճանապարհով պատասխանատվության կանչել Փաշինյանին, իսկ մինչ դա ըստ Աննա Գրիգորյանի Հայաստանի վարչապետը պետք է ներողություն խնդրի Խորհրդանի դահլիճում համբալ բառը օգտագործելու համար, ինչը պատգամավորի գնահատմամբ խուլիգանական վարքագիծ է։ Ամեն անգամ, երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, այո, Նիկոլ Փաշինյանը այսպես ճտիկը միանում է ու սկսում է գոռգռալ, որովհետև ինքը լավ է հասկանում։ 7 տարի առաջ եկել ասում էր ժողովուրդ գալիս եմ իշխանության, որպեսզի այլևս կոռուպցիա չլինի, 7 տարի անց իրենք բոլորը ոտով գլխով այսպես ընկել են կոռուպցիայի մեջ։ Դա է, որ իրանց անհանգստացնում է։ Վարչապետն էլ ես էլ մարդ ենք մսից արյունից, մենք էլ համբերություն ունենք։ Այսպես է Խորհրդանի խոսնակը արդարացրել նախորդին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պահվածքը։ Ըստ Սիմոնյանի ընդդիմությունը պետք է ներողություն խնդրի, քանի որ երեկ Խորհրդանում տեղի ունեցած միջադեպը նրանց գործունեության եւ լկտիության արդյունքն էր։ Կոռուպցիոն խումբը հարցնում է կոռուպցիայի մասին, սա արդեն խելագարեցնում է մեզ ու ժողովրդին, ասել է Սիմոնյանը։ Վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արյունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք որ կողքիներով նստած իրար կողք նստած, մեկը էս ինչն է արել, մեկը այն ինչով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, գալիս ասում են բռնեք դրանց, այդ գալիս է իսկական վարչապետը ճիշտ էր ասում, այստեղն է հասնում։ Հայաստան խմբակցության պատգամավորները հորդորել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին վարչապետ Փաշինյանի երեկ Խորհրդանում դրսևորած պահվածքը գնահատել քրեական օրենսգրքով։ Ընդդիմադիր պատգամավորները հիշեցրել են Փաշինյանը վիրավորել ու սպառնացել է Հայաստանի քաղաքացու մանդատով պաշտպանված պատգամավորներին։ Գլխավոր դատախազը խուսափել է վարչապետի պահվածքը գնահատել ըստ քրեական օրենսգրքի։ Ընդդիմադիրները նկատել են Աննա Վարդապետյանն այլևս Փաշինյանի օգնականը չէ։ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում նաև այն պաշտոնյաների համար, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում։ Չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան քրեական օրենսգրքում, բայց դուք այլևս վարչապետի օգնականը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն եք, ասեմ, որ այս համազգեստը ձեզ շատ սազում է, ես ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ, պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ։ Հարգելի նախագահ, քաղաքական հայտարարության արձագանք չունեմ։ Այնուամենայնիվ հնչեցվել են կոնկրետ մեղադրանքներ եւ օգտվելով այս առիթից ես դիմում եմ ձեզ, խնդրում եմ ուսումնասիրեք, բարույթ նախաձեռնեք, եթե կա այդպիսի բան, ապա ներգրավեք եւ մեղադրանք առաջադրեք, հակառակ դեպքում սուտ մատնության համար այդ մարդու նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնեք։ Չի կարելի այս ամբիոնը օգտագործել ամենատարբեր ատելություն, անհանդուրժողականությունը քարոզելու, մի հատ էլ սպառնալիքներ հնչեցնելու ուղղությամբ։ Եվ ձեզնից ես խնդրում եի ոչ թե քաղաքական, այլ զուտ նախնական, իրավական, գնահատական, որը կարող է հետագայում դառնալ նաև իրավական վարույթների համար անհրաժեշտ հիմքեր։ Սա մասն է խոսքը։ Շնորհակալ եմ։ Հարգելի նախագահություն, քաղաքական ելույթին պատասխան չունեմ։